Հարի Փոթերի հիպերիրատեսական պատկերը 2022 թվականին եւ 2024-ին։ Այստեղ արդեն արհեստական բանականությամբ ստեղծված ռոբոտը սեղանի թենիս է խաղում, իսկ այս տեսանյութում սուրճ է եփում, մյուսում օգնում ավտոմեքենաների արտադրությանը։ Նախորդ տասնամյակում երկրները մեծ գումար են ծախսել արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Սթենֆորդի համալսարանի զեկույցը փաստում է, որ 2013-ից 2024 թվականներին ամերիկյան ընկերությունները գրեթե 471 միլիարդ դոլար են ուղղել արհեստական բանականությանը։ Չինաստանը 119,3 միլիարդ, Միացյալ Թագավորությունը 28,2 միլիարդ։ Տասնյակում են Կանադան, Իսրայելը, Գերմանիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Հարավային Կորեան եւ Սինգապուրը։ Ուսումնասիրվել է շուրջ 120 երկրի տվյալ, այդ թվում Հայաստանինը։ Վենչուրային ֆոնդի համահիմնադիր Կարեն Վարդանյանի խոսքով արհեստական բանականությունը դարձել է համաշխարհային տնտեսության բաղկացուցիչ մաս։ Հիմնական առաջընթացը գրանցվեց 22 թվականի վերջին, երբ որ OpenAI ընկերությունը թողարկեց իր հերթական ոնց որ լեզվական մոդելը արհեստական բանականության, որի միջոցով ուղղակի շփվելով համակարգերի հետ հնարավոր է ինչ-որ խնդիրներ լուծել։ Այսօր արդեն կան բազմաթիվ պրոդուկտներ այդ տեխնոլոգիայով ծնված, որոնց միջոցով ամբողջ աշխարհում տեղի են ունենում ինդուստրիաներում փոփոխություններ շատ էական, որի հետևանքով շատ ու շատ բարձրանում է էֆեկտիվությունը աշխատանքի, շատ ու շատ ընկնում է ծախսերը, ընկերությունների եւ այլ եւ այլ։ 2023-ի տվյալով աշխարհում արդյունաբերական ռոբոտների թիվը հասել է 4.282.000-ի։ Շատ լուրջ մրցակցություն է սկսվել մի քանի շերտով, ընդգծում է տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Առաջինը հենց արհեստական բանականության ստեղծման ուղղությամբ է, երկրորդը դրանց միջոցով ենթակառուցվածքներ հիմնելու, եւ երրորդը արդեն այն երկրներին է վերաբերում, որոնք մեծ ֆինանսներ չունեն ներդնելու եւ ավելի շատ կիրառողի դերում են։ Արհեստական բանականությունը արդեն ներկան է, ապագան ավելի հզոր մոդելներ են լինելու, ու սա հաստատ մոտակա շատ երկար ժամանակների հիմնական գործոնն է լինելու տնտեսական, քաղաքական, նաեւ արդեն նաեւ մշակութային, լավա թե վատա այդ ուրիշ հարց, բայց ոնց որ վախտին այն առաջին բջջային հեռախոսները անտենաներով ինչ որ մեծ թանկ կային ու ինչ որ մարդիկ ասում են դա ինչ որ բիզնեսմենների համար է, արհեստական բանականությունը նույնպես դառնում է արդեն առօրեական մի երևույթ։ Մեր երկիրը եւս անմասն չի մնում արհեստական բանականության կիրառումից, սակայն ավելի փոքր ծավալներով։ 21 թվականից սկսած մոտավորապես 400 միլիոն դոլարի ենք կարողացել ներդրումներ ներգրավել հայկական ստարտափներում, բայց եթե համեմատենք երկրների չափերը, մոտավորապես գալիս են իրար համադրելի թվեր են դառնում։ Այսօրվա դրությամբ բոլորը կարելի ասել օգտագործում են արհեստական բանականության ինչ որ տեխնոլոգիաներ, ինչ որ գործիքներ, որոնց միջոցով ավելի արագ են կարողանում այդ խնդիրները լուծել, ու կարելի ասել, որ մեր հայկական ներդրողները, ինչպես օրինակ մեր ֆոնդն է կամ այլ ֆոնդերն են, ովքեր գործում են դաշտում, հենց դա են խթանում։ Հատկապես խրախուսում են այն ոլորտներում արհեստական բանականության կիրառումը, որոնք երկար ժամանակ չեն թվայնացվել։ Դա հնարավորություն կտա միանգամից մեծ շուկաներ գրավել, ընդգծում է Կարեն Վարդանյանը։ Նաև պետական մարմիններն են սկսել անգամ գնումներում ուշադրություն դարձնել արհեստական բանականության դերին, եւ որոշ դեպքերում նշվում է, որ կարող են լինել առաջարկներ դրանց կիրառությամբ։ Լսել եմ դեպքեր, որ եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը եւ էկոնոմիկայի նախարարությունը փորձում են հենց իրենց աշխատանքները, ավելի էֆեկտիվ դարձնել արհեստական բանականության միջոցով, երևի դրա համար էլ արդեն գնումների մեջ նաեւ դա են նշում, որովհետեւ իրականում անկախ նրանից ինչ ոլորտ է, եթե գործ ունենք ինչ որ առօրյա կիրառությունների հետ, այսօր այնքան շատ են գործիքները, որ հնարավոր է ցանկացած խնդիր ինչ որ ձևով էֆեկտիվացնել ու ինչու՞ չէ նաեւ արհեստական բանականությունը կիրառել պետական համակարգում։ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Եվրամիությունն ունեն արհեստական բանականության զարգացման ռազմավարություն։ Հայաստանին եւս դա անհրաժեշտ է։ Նաեւ խթանող գործիքներ է պետք ներդնել։ Կան ինչ որ հետաքրքիր գործեր, որոնք դեռ այն մակարդակի են, որ կարող ենք հասցնել այն հիմնական համաշխարհային հոսքերին։ Իրականում եթե լուրջ գումարներ չներդնել, մոտակա 1-2-3 տարվա մեջ այս ամենը հետ կընկնի ու արդեն հասնել այն միջազգային այսպես գիգանտներին, կոկորդիլոսներին դժվար թե ստացվի ու մենք կդառնանք որպես օգտագործող երկիր։ Մասնագետների կարծիքով արհեստական բանականությունը կարող է ռազմարդյունաբերության մեջ մեծ օգուտներ տալ, օրինակ ինքնակառավարվող անօդաչու թռչող սարքերի արտադրության տեսանկյունից։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։